Միացյալ Նահանգները շատ կոնկրետ ստացել են ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, ստացել են Իրանի հետ սահման փաստացի վերահսկողության հնարավորություն Հայաստան-Իրան սահմանը եւ երրորդը դա Նոբելյան մրցանակի ներկայացումը Միացյալ Նահանգների նախագահի։ Ինչ է ստացել Ադրբեջանը։ Ստացել է միջանցքի իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում եւ ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում։ Ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ 0 Միայն խնդիրներ։ Ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Ստացել է մեկ նկար նախագահ Տրամփի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Եթե երասխ ջուլֆա Իրան երկաթուղին սկսի աշխատել, մենք կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ։ Եվ եթե երկաթուղի կապը նաև դեպի Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով։ Այդ երկու գործոնն են միայն հետաքրքիր Հայաստանի Հանրապետության համար։ Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ եւ վտանգավոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար։ Այդ փաստաթղթերում եւ ընդհանրապես որևէ տեղ չկան որևէ երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է կատարվում։ Ուրեմն ամբողջ այս խաղաղությունը, հռչակված խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելու մեխանիզմներ։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը դեմ չենք խաղաղության, իհարկե, ոչ մեկը դեմ չի, բայց խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն այդ պայմանագրերի կատարման, ոչ թե վկա կլինեն։ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, Հայաստանը փոքրացնում է իր ռազմական բյուջեն։ Ես բացատրություն չունեմ։ Կարող ենք միայն ենթադրության դաշտ մտնել եւ ասել հետեւյալը. դա անում է, որովհետեւ Ալիևը մի քանի անգամ ասել է, որ թույլ չտալու Հայաստանի միլիտարիզացիան, չէ՞ ասում էր։ Թույլ չենք տալու, զսպելու ենք եւ այլ եւ այլ։ Մենք չգիտենք փակ դռների հետևում իրենք ինչի մասին են խոսում։ Ինչ կարգի պարտավորություններ է բանավոր ճանապարհով ստազնում Նիկոլ Փաշինյանը։ Անպատասխանատու քայլ է, որը չի բխում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ամրապնդելու շահերից։ Ինչ տվյալների վրա հենված որևէ մեկը կարող է ասել, որ ռազմական բալանսը խախտվել է իմ ժամանակ։ Որտեղից է այդ տվյալները։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դա հիմք է ձեզ համար։ Բացարձակապես սուտ։ Մենք ոչ միայն ունեինք ռազմական բալանս, մենք ունեինք զգալի առավելություն մարտունակության նաև տեսանկյունից, որովհետև միայն զենքերի քանակը չի, դիրքերի վիճակն է, տեղանքն է, ով է հարթավայրում, ով է ավելի բարձունքների վրա, այդ ամբողջը նաև զենքերով, զինամ, ամեն ինչով մենք ունեինք էական առավելություն Ադրբեջանի զինված ուժերի հանդեպ։ Եվ դրա համար այն ժամանակ այդ ոտնձգությունը չկար։ Անդիմությունը կարող ասի, այս գալիք ընտրությունների համար
որպես իշխանություն Նիկոլ Փաշինյանը գանձ է։ Ընդդիմությունը կարա այդ թեզը օգտագործի, որովհետև այս մարդը ասելիք չունի։ Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Միայն ուրախ կլինեմ։ Դա պրինցիպիալ հարց չի, դա ուղղակի քաղաքական դաշտի եւ հանրային կարծիքի հետազոտման հարց է։ Ֆորմատի վերաբերյալ որոշումները կլինեն հունվար-փետրվար ամիս։ Մոտարապես իմ sense պատկերացումների մեջ ավելի շուտ չարժի քննարկել։ Մենք հայտարարում ենք, որ այո, բոլոր այն ուժերը, որոնք իմիջիալոցը Գյումրիում այդ բանը լավ էր, որ հայտարարել են հանգամանքը, որ որևէ պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ, ԿՊ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, սա լավ մոտեցում է։ Ես համոզված եմ, որ այստեղ նույն մոտեցումը կարելի է կիրառել։ Եվ արդեն ըստ ձայների, այսպես համամասնությամբ ձև չի լինելու չհամագործակցել խորհրդարանը, ոչի ձև չի լինելու։ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է 0-ի։ Եթե սխալներ չգործենք։ Չեմ կասկածում, որ փորձելու են, իշխանությունը փորձելու է Մոլդովայի այդ օրինակը կիրառել նաև Հայաստանում։ Չեմ կասկածում։ ԿՊ-ն պետք է հասկանա, որ նման կարգի գործողությունները բերելու են հեղափոխության։ Այդ հեղափոխության վտանգը, եթե երկրում կախված լինի, ոչ մեկը չի ամարձակվելու որևէ խախտումներ անի։ Ձայների գողությունը բերելու է հեղափոխության։ Սա էլ պետք է հասկանա իշխանությունը։ Ուրեմն պետք է լինի այնքան թեժ պայքար, որ այդ սպառնալիքը ստիպի իշխանությանը չափի մեջ լինել, այսպես ասենք, իշխանական ռեսուրսը կիրառելու գործում։ Նայեք, ես այն մարդկանցից եմ, ովքեր չի համարում, որ դրսի աջակցությունը, ասենց վերջնական որոշիչ ինչ-որ հանգամանք է։ Օգնում է, ինչ-որ դելտա ավելացնում է, բայց որոշողը հայ ժողովուրդն է, այստեղ որոշողը ընտրողն է։ Իմպիչմենտի վերաբերյալ իմ մոտեցումը չի փոխվել։ Մեր ֆրակցիան համապատասխան հայտարարություն արել է։ Դրանից հետո բան չի փոխվել։ Իմպիչմենտի հիմքերը կան, ավելին քան անհրաժեշտ է, ուղղակի ձայները չկան։ Եվ մինչ այսօր ես որևէ ինֆորմացիա չունեմ, թե իմպիչմենտի համար անհրաժեշտ ձայները իմպիչմենտի նախաձեռնողները այսօր ունեն։ Հիմա ինչ արել Նիկոլ Փաշինյանը։ Երրորդ հանրապետությունը թաթախել է արյան մեջ, ուղղակի թաթախել է արյան մեջ, եւ հիմա ենթադրում եմ, որ ենթագիտակցության մեջ իրեն թվում է, թե եթե անունը փոխի, ստեղծի չորրորդ հանրապետություն, ոնց որ մաքրվում է այդ ամենից։ Միակ բացատրությունը սա է, որտեղ ուրիշ ռացիոնալ բացատրություն չունի։ Բայց դրա հետ արդեն զուգահեռ պատերազմ հայտարարել Արարատսարին, պատերազմ հայտարարել մեր արժեքային համակարգին եւ մեր ինքնությանը։ Սա էլ ռացիոնալ չի։ Էլեկտորալ տեսանկյունից սա որևէ բան քեզ չի տալիս։